Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Արմեն, ինձ թվում է մեր մասնագիտության տերմարտիկ լրատվության անալիզի պետք է շնորհակալ լինենք պարոն Թրանտ մենակ նրա համար, որ մեզ միշտ նյութ է տալիս խոսելու, իսկապես էլի։ Շոուն ապահովված։ Այսինքն մի կողմնակից լինես, դեմ լինես, համաձայն թե ոչ, բայց նյութ միշտ կա խոսելու, հա, ասենք հիմա այս դեպքում Իրանի հարցը։ Հիմա որտեղից է ուզում սկսել, որտեղ կապվածել են, ասենք, Միրզոյանի այցը հանդիպումը Հաստատվող, այո։ Բանի հետ, Ամերիկայում Ռուբիոյի հետ, թե Իրանի իրավիճակը։ Եկեք փաստաթղթից ենք մեր հետևորդներին ավելի շատ է տա։ Այո, նոր մենք հենց այդ մասին բավական մանրամաս հենց Միրզոյանի խոսքով ամեն ինչ որ տվեցինք եւ մեզ այդ արկիրը քո կարծիքը այդ մասին։ Նախ եկեք շնորհավորենք այն մարդկանց, ովքեր սպասում են իրենց երեխաներին, հարազատներին, գերիներին։ Այո, անշուշտ։ Վերադարձան, կարծում այսպես ամենապոզիտիվ բաներից մեկը է վերջին։ Այո, հուսով եմ իրենք առողջ են։ Ուրեմն հուսով ամեն ինչ կարգին է, մենք հետևում ենք իրենց ճակատագրին։ Եվ գիտես ինչները Արմենին զարմացրեց, այն մեղադրանքները, որ առաջ են քաշել, ասենք իրանց նկատմամբ, ու հետո ազատեցի մի քիչ բան արել է, հա։ Դե դա արվում է այդպես, եթե լավ գին տաս, ասում հատկապես որ այդ երկու սիրացիները իրականում շատ կարևոր դեմքեր էին, դրանք միշտ կենդանի ապացույցներ են, որ վարձկաններ են օգտագործվել պատերազմում, էլի։ Դրա համար հա Արմեն հիմա որ հետ տվեցին, փաստը կորցրեցին, ինչա՞ չէ։ Էլ այդ փաստը չի բանում։ Ամեն դեպքում տեսեք ինչքան հասկանում այստեղ Թուրքիան էլ է միջամտել, իրենց պետք է դե հիմա Թուրքիայի հարցով Իրանը զբաղվում։ Հետո հիշեք որ Թուրքիան էր բերել դրանց, դե Թուրքիային պետք էր Թուրքիան չէր բերել, Թուրքիայով էին անցել, այդպես ասած։ Չէ, նկատի ունեմ այդ պրոթուրքական հետ այդ խոսքը հիմա անգամ այդ մարտիկը այն որ բերել են խոսքար ոնց այդ Ալ-Շարայի խմբավորումների անդամներ էին, այսինքն պրոթուրքական ազդության դեմքեր էին, էլի։ Եվ այն ժամանակ խոսում է որ թուրքերն են օգնել ադրբեջանցիներին բերել դրանց, այսինքն թուրքերն են ապահովել։ Բայց թուրքերն էլ կար ԱԱՑ-ի հայտարարության մեջ, որ շարունակելու են իրենց կալանքը Սիրիայում առայժմ գոնե։ Հիմա թե այդտեղ չգիտեմ ոնց կլինի, հա։ Հավանաբար տեսեք, հիմա կան խոսակցություններ, որ թե կարելի է ավելի շատ մարդ վերել դրանք թանկերին, էական չի, մենք եկեք շնորհավորենք, որովհետև ինչ որ կա, ինչ որ կա դա, հիմա ավելի լավ այդ գոնե այդ 4-ը կային ստուդիայում առնում։ Ուզում եմ միանալ այդ խոսակցությունը, մի խոսքով հուսով եմ առողջ են հատկապես այդ լիբանանահայ տղայի ճակատագրին։ Այո, ես էլ այնքան մտահոգված եմ ընտանիքի տեր։ Ինձ տպավորություն որ նա արդեն չի դիմանում, չի այսպես քիններ խոսում անդադ։ Մի խոսքով աչքներ այդ լույս ասում Տարոսը մյուսներին սպասում ենք բոլորին։ 19 հոգու է։ Այո։ Հիմա վերադառնանք բանին։ Եկեք, ուզում եք կարող ենք այսպես մանրամասն որ մաս, այսինքն բաժանենք մասերի, թե հաստատող։ Ես ասեց հարցը գլոբալ եկեք, հա։ Այս վերջին հանդիպումը նույն այդ թեմայի մեջ ինչքանով էր էական ու կարևոր Արմեն, ինչ որ քայլ առաջ էր թե ոչ։ Այո, շատ կարևոր էր բանակցություններ գնում, ինձ համար գլխավոր մտահոգությունը ուրեմն բնականաբար բոլորիս համար թե որքանով են Միացյալ Նահանգները պահելու, թե ադրբեջանցիները վստահաբար ակնհայտորեն ուզում են այդ ճանապարհը այնպես ձևակերպել, որ վաղը մյուս օրը կարողանան եւ ինչ, այսինքն վաղը մյուս օրը հավակնություններ ունեն, այսպես ասեմ, այդ տարածքի վրա, այդ ճանապարհի վրա։ Արի չզարմանանք, ինչի չունենան, որ բայց թե ինչքանով բայց ինձ ուրախացրեց մի փաստ, որ Ամերիկայի պետքարտուղարը Մարկո Ռուբիոն բազմաթիվ անգամ շեշտեց, եկավ դուրս եկավ եւ մեսիջը ուղարկեց Թուրքիային եւ ադրբեջանցիներին, որ չեք կարող Հայաստանի սուվերեն տարածքի եւ տարածքային ամբողջականության հետ կապված որևէ ակնկալիք ունենալ։ Իհարկե այն փաստաթղթի մեջ էլի կան ինչ որ ժապարակվել է, էլի կան որոշակի անորոշություններ, որոնք դեռ պարզ չի, մասնավորապես դեռ հələ պարզ չի, օրինակ ինչ տեսակի ռեժիմով են անցնելու ադրբեջանցիները, որքանով հեշտացված։ Կարևորը որ շեշտվում է, որ սահմանապահները, այո, այսինքն մաքսավորները ներկա են լինելու, այսինքն Հայաստանի տարածքում, դա շատ կարևոր հանգամանք է։ Մենք այդ դրանից շատ մեծ մտավախություններ ունենք, թե Ադրբեջանը կարող է հասնել դրան, բայց Փառք Աստծո կարծես թե այդ հարցը կարգավորվում է։ Այլ հարց է, որ ինչ ստուգման մեխանիզմներ են լինելու, կարծես թե այնտեղ այդուամենայնիվ փաստաթղթում որոշակի զիջում կա Ադրբեջանին, այն իմաստով, որ իրենց բեռները ստուգվելու են ոչ բոլորը, այսպես ասած ըստ կասկածի։ Եթե կա կասկած, ընդ որում հարցն էլ հետեւյալն է, որ հələ դեռ պարզ չի թե ինչ մեխանիզմով են անցնելու, ամբողջությամբ թվայնացված, չէ, դե ասում են, ինչ որ հեշտացված անցում։ Բայց արի համաձայնենք, որ հենց գլխից հնարավոր չի բոլոր մանրամասները միանգամից
Ինձ թվում է դեռ պարզել չի։ Ինձ թվում է դեռ լրիվ քննարկվածել չի, որտեղ դա ուշադրություն դարձնեք, այնտեղ փաստիստա ամբողջ փաստաթուղթը մի 3 անգամ կարդացել եմ, իդեպ հեշտ էլ չի է հասկանալը։ Ինքը դες բարդ փաստաթուղթ է 6 էջանոց։ Այո, այնտեղ տարբեր ակնարկներ կա եւ Հայաստանը բացելու մասին տնտեսապես, եւ համատեղ միջազգային ձեռնարկություններ ստեղծելու Հայաստանի հետ միասին, տարբեր ակնարկներ կա եւ այսպես շարունակ։ Ակնարկ կա, որ այս ճանապարհը չի կարող աշխատել միջև Թուրքիա եւ Ադրբեջանի հետ Հայաստանը խաղաղությունը չկարգավորի, որտեղ հետաքրքրական է, իդեպ ես լսեցի, որ ընդդիմությունը այսօր շահարկում այդ թեման, բա թե ապաշրջափակման մասին ոչ մի բան չկա, դաշնակներն էին այսպես ասում, բա մենք ճանապարհը տալիս ենք, ճանապարհը բացվում է, բայց ապաշրջափակման մասին, այսինքն Հայաստանի ոչ մի բան չկա, բայց գիտեք ինչ, այստեղ ասում եմ իրանց գլխավոր դարդը, որ Ռուսաստանը դուրս է մնում այս պատմությունից, հա, ես ձեզ ասեմ, իրանք հիմա տեսեք, այո չկա, բայց այդ ճանապարհը չի էլ բացվի, քանի դե Թուրքիան սահմանափակ է պահում, որովհետև TRIP ընկերությունը, որը պետք է ստեղծվի, TRIP զարգացման ընկերություն, այդպես պետք է խոսվի, այսինքն developing company պետք է ստեղծվի եւ այդ ընկերությունը պետք է 74% բաժնեմասը ունենա։ Ամերիկացիները վերցնում են իրենց ձեռը ամբողջությամբ։ Բայց այսպես է ներդրություն կար, քանի որ ծախսերը իրանք են անում, սկզբից վերցնում են 74%-ը, մինչև փակեն իրենց ծախսերը, եւ հետո հասնում են մոտավորապես միևնույնն է 40 տարի հետո էլ են, այստեղ շատ նյուանս կա։ Վերահսկիչ ես իհարկե դեմ չեմ, որ ամերիկացիները վերցնում են, դուք ինչ ճիշտ հասկացեք։ Ինքն փոխած պրոբլեմ չկա, ես ավելին ասեմ, այս իրավիճակում ես բացարձակ դեմ չեմ, որ ամերիկացիները վերցնում են։ Ես ուղղակի ուզում եմ, որ այսինքն այդ հարցով ես որևէ տարաձայնություն չունեմ, հակառակը։ Այս իմաստով մեզ համար կարևոր էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը չմտնեն այդ ամեն ինչի մեջ, դրա համար ոչ մի խնդիր։ Ինձ համար ինձ ուղղակի կարևոր է ինձ համար, որպեսզի ամերիկացիների հետ միասին, ուրեմն հայերը ունենան շատ ուժեղ խոսք այնտեղ ինչ իմաստով, որ Հայաստանը դառնա Ամերիկայի այնքան մոտ մտերիմ դաշնակից, որպեսզի բնացած բոլոր հարցեր, ասենք ուրիշները չփորձեն Միացյալ Նահանգների միջոցով այդտեղ հարցեր փորձեն լուծել։ Այսինքն այստեղ շատ կարևոր հանգամանք է։ Եվ ինչ ասում, հիմա տեսեք, պատկերացրեք, ենթադրենք, պատկերացնեք մի պարագա, որ Ամերիկան այդքան մեծ ներդրումներ է անում, բերում այդ սաղ դնում է ճանապարհները սարքում է, թունելներ է, բանա եւ այլն, ու մեկ էլ հոբ Թուրքիան սահմանը չի բացում։ Չափաշրջափակվեց, Հայաստանը մնաց, այսինքն գիտեք ինչ, եթե քննադատում են այդքան միամիտ չի, որ այդքան ծախսեր անի առանց ապահովելու գոնե Թուրքիայի հետ այդ եմ ասում քննադատում եք, գոնե այնպես քննադատեք, որ մարդ հասկանա, իսկ ես էլ եմ քննադատում, ինչ որ քննադատելու է, բայց ասենք տրամաբանություն էլ կա, չէ՞, ասենք այդքան փող են դնելու, որ Թուրքիան ճանապարհը չբացի, ասենք որտեղ ասते տրամաբանությունը։ Քննադատում էին այս փոխանակությունը 2-ը 4-ի դիմաց ասել, որ դա խայտարակություն է եւ այլ փոխանակ ուրախանան իսկապես եւ այստեղ իրական դեմքը երևաց իրենց ու հասկանալի դարձավ որ իրենց հետարքիր չեն այդ գերիները բոլորին այդ ամեն ինչը արվում էր զուտ իրենց հետարքիր են գերիները բայց գիտեք ովքեր այն իրանց մարդիկ Ռուբեն Վարդանյան բա ոնց բա դες հասարակ մարդիկ իրենց հետարքիր չեն այո հիմա մեզ մոտ գովասկ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիպոչյանին Քոտոնը սկսվում է այստեղ, Cosmo Palace, ընտանեկան բոլոր միջոցառումների իրական կենտրոն, վայր, որտեղ հայկական ջերմությունը միահյուսվում է եվրոպական շքեղությանն ու նրբագեղությանը, հայտնի եւ սիրված երգիչ-երգչուհիներ, լավագույն շոումեններ, որոնք ձեր երեկոն կդարձնեն իսկապես անմոռանալի, համեղ եւ տարբերվող խոհանոցի ներդաշնակություն հարիր միայն բարձրակարգ ճաշակին, անզուգական սրահինքից Hookah Lounge Patio, լավագույն եւ ռոմանտիկ երեկոներ բաց երկնքի տակ, սա պարզապես ռեստորան չէ, սա Cosmo Palace-ն է։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիպոչյանի հետ։ Արմեն, այս թեման ամփոփի, որ անցնենք Իրանին շատ կարևոր։ Այո, ընդհանուր առմամբ տեսեք, կամաց կդառնան ավելի པարզ մանրամասները կհստակեցվեն, որովհետեւ շատ բան հստակեցված չի։ Հա, իդեպ որքան հասկացա, ինչ որ կազմակերպություն պետք է վարձվի, այսինքն այդտեղ front office, back office գաղափարն է հայտ քաշում, այսինքն ոնց որ առաջին փուլում աշխատելու է front office-ը, որը հայեր չեն լինելու, որքան հասկանում եմ, այսինքն վարձված ինչ որ կազմակերպություն ալնելու, բայց նրանք որևէ գործառույթ չեն իրականացնելու, որը բնորոշ է պետական մարմիններին։ Այսինքն ինչ որ տեղեկատվական բնույթի գործառույթ են իրականացնելու, որքան հասկանում եմ, սա նրա համար է, որպեսզի անմիջապես, եթե, չգիտեմ, եթե հետո անհրաժեշտություն կա կամ այդ էլ է հարց, ասենք դրանից հետո եթե օրինակի համար անհատ քաղաքացի է մտնում Հայաստան, դա արդեն ոնց է լինում, հա, ասենք ադրբեջանցին մտնում է Հայաստան։ Բաներ կա, այդ նյուանսները, մանրամասները հետո կիմանանք։ Գլոբալ երևի այս ամեն ինչից երկու կարևոր բան կարող ենք քաղել։
Առաջինը, որ ամերիկացի այդուամենայնիվ հստակ շեշտեցին փաստաթղթի մեջ տասնյակ անգամ ուրեմն արձանագրվում է սուվերենության եւ անկախության գաղափարը։ Երկրորդը, որ ուրեմն բնականաբար Ադրբեջանը ոնց անել չգիտենք, պատասխան ձևով նույն ձևա մեր, այսինքն նույն տրամաբանությամբ ավարտվելու թե չէ, կարծում եմ որ ոչ։ Այսինքն հեշտացված ինչ որ բան նախատեսվելու է այո ադրբեջանցիների համար, բայց ուրեմն պատասխան պարագան հետո արդեն բանակցությունների հարցակարգում ամերիկացի հետ կարելի է խոսալ բացատրել, որ դե իրենք էլ թող մեզ համար հեշտացնեն այդ տարբերակները այսպես շարունակ։ Երկրորդ տարբերակը, որ մենք հələ դեռ այսինքն ամերիկացիները վերցնում են իրենց դեռ ճանապարհը, որը նշանակում է, որ եւ արդեն Իրանի դեսպանի արտահայտությունից էլ տեսանք, որ իրանք այդուամենայնիվ լարվածություն ունեն։ Այդ լարվածությունը, այսինքն ռուսները հիստերիայի մեջ են տեսակ այդ Սոլովյովների բանի հայտարարությունները, դրանք հենց դրա մասին են, որտեղ իրանք լավ էլ տեղյակ էին, շատ լավ տեղյակ էին, որ այսպեսի փաստաթուղթ ստորագրվելու։ Իդեպ ասեմ կհիշեք, երբ որ ադրբեջանական համայնքի վրա հարձակում տեղի ունեցավ Ռուսաստանում, երբ որ սկսվեց մի քանի, այն ժամանակ իրենք գիտեին, որ Ադրբեջանը process է սկսել միջանցքի հետ կապված, այսինքն ճանապարհի հետ կապված ամերիկացիների հետ, եւ մեկ էլ այդ ժամանակ նոր սկսվում էր, հələ դեռ չէր եղել օգոստոսի 8-ը, դրանից առաջ էր, հիստերիան սկսվեց, սկսեցին Ադրբեջանի վրա ճնշում գործել, դեռ գիտեին ադրբեջանցիք ինչ որտեղ բան են սկսում։ Թուրքերի վրա չէին կարա, ադրբեջանցիքի վրա։ Այս անգամ հայերը պետք է գնային Միացյալ Նահանգներում առանձին արդեն Ռուբիոյի եւ Միրզոյանի բանակցությունից էր կախված, մեկ էլ չգիտես ոնց Սոլովյովը սկսեց հաթաթալ հայերին, այսինքն երևում է եւ Ռուսաստանից արդեն ոռնում են, թե բա մեր հետ պետք է պայմանավորվեն ամերիկացիները, ձեր հետ խի են պայմանավորվում, մեր հետ պետք է դա մեր ազդեցության գոտին է եւ այսպիսի բաներ, ավելին ասեմ ձեզ, ամենայն դեպքում ասում եմ, այս կինոն դեռ շարունակվելու է, որովհետեւ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ունենա շանս ուրեմն սկսելու, այսպես ասում եմ, խաղեր տալու, չի օգտագործի, կախված աշխարհ քաղաքական իրավիճակից, որտեղ ես չեմ կարծում, որ ադրբեջանցիներին բավարարում է այս փաստաթուղթը։ Արմեն, այդ համեմատությունը ուզում եմ օգտագործել ասելով, որ եթե կինոն չի վերջացել, սցենարը դեռ լրիվ գրված չի այս կինոյի։ Ինձ թվում է, հա, սցենարը ընթացքում գրվում է, այո։ Եւ գանք Իրանին, Reuters-ը այսօր ասեց, որ չի բացառում, որ Ամերիկան կարող է 24 ժամում հարձակում գործի Իրանի վրա, Արմեն։ Բայց Թրամփն էլ առավոտով ոնց որ թե հետ կանգնեց, չի տվել եք թե չէ այդ թեման։ Բայց ես այնպեսի տպավորություն ա, որ շատ հարմար պահ է Միացյալ Նահանգների համար, Չինաս հետ որ չի Չինաստանին զրկել եւս մեկ նավթի աղբյուրից, ասենք Վենեսուելայից հետո եթե Իրանն էլ կարողանան կառավարել Իրանի նավթը, Չինաստանը արդեն ոնց որ բլոկադայի մեջ է, չէ՞։ Այդտեղ մենակ իհարկե, ոչ միայն չէ, քաղաքական նաև ազդեցությունն կտրուկ թուլանում։ Ընդհանրապես դուք հասկանում եք, որ ընդհանրապես Չինաստանը զրկվում է արդեն այսինքն Ռուսաստանն է մնում Իրան աղբյուր նավթի միայն, էլի, Վենեսուելայից ու Իրանից հետո։ Այսպես ասեմ, այդուամենայնիվ նավթ ինքը կարող է գնել իր համար, այնպես չի որ ասենք ինքը նավթ չի ունենա։ Բայց ոչ այս գներով, ոնց որ Վենեսուելայից։ Ոչ այս գներով, բայց բացի դրանից էլ ինքը արդեն կոպիտ ասած կորցնում է իր ազդեցությունը, եթե Իրանն էլ դարձել, դուք հասկանում եք, այդ ճանապարհների վրա, լոգիստիկայի վրա, չգիտեմ, պրոքսիների վրա, որոնք կարողանում են, ասենք, Ամերիկայի դեմ պայքարել, նույն ասենք, եթե ձեզ թվում է, թե վերջին տարիներին, երբ որ Չինաստանը սկսեց Իրանին այսպես հովանավորել, այդ Հեզբալլա, Համաս, դրանք սա գործում են նաև Չինաստանի պատվերով, հա, որպեսզի Ամերիկային թույլատնեն։ Այսինքն դա շատ, եթե մենք իմացնենք, ինչքան բանից է զրկվում Չինաստանը, էլ չէ խոսում Ռուսաստանը, որոնց ընդհանրապես կարա Կովկասի մասին մոռանա, եթե Իրանը դառնա, ուրեմն, հա, այսպես, բայց Թրամփը առավոտյան ասաց, որ ինձ տենց հեղինակավոր պաշտոնյա ասելա, որ բանը դադարել է, սպանությունները դադարել են, այդ կախաղան հանելու, գիտեք, այդ մարդկանց պետքա մահապատժի ենթարկեին այսօր, ջահել տղաներ կային, ասելա, որ ասել են չեն անելու, ոչ մի մահապատիժ չի լինելու, հետևաբար կտեսնենք։ Այնտեղ լրագրողը հարցեց, բայց դուք արդյոք վստահ եք, որ այդ ամեն ինչը դադարել է եւ չի լինելու։ Թրամփը ասեց, դե ով գիտի, ով կտեսնենք, եւ հիմա տեսեք, կա պիցայի ինդեքս հասկացություն Նյու Յորքում, Վաշինգտոնում կներեք։ Պիցայի ինդեքսը Նյու Յորքում պիցա կա։ Նյու Յորքում էլ կա։ Չէ, դեպի ունեն Վաշինգտոնում, հատկապես երբ որ Պենտագոնից սկսում են պիցա պատվիրել մեծ քանակությամբ, նշանակում է, որ ինչ-որ ռազմական գործ, գիտեք, լսել եք երևի տվել ենք այդ մասին։ Հիմա այդ մեր հետևորդները դե կարծում հիշում են, իրենց սկսում են պիցա շատ ուշ են մնում, այո, գիշերն ուշ են մնում, հենց սկսում են շատ պիցա պատվիրել, նշանակում է ինչ-որ ռազմական գործողություն է պատրաստվում։ Մի երկրի վրա արձակվել են։ Այո, օրինակ Իրանի վրա երբ որ եղավ իր ռումբը նետեցին, այդ ժամանակ պիցայի ինդեքսը բարձրացել է, շատ պիցա էր պատվիրում։ Հիմա ասում են կրկին պիցայի ինդեքսը բարձրացել է։
որ պատրաստվում են դրանում կասկած չկա։ Դե ասեց Թրամփն էլ ասեց, եթե մահապատիժ լինի, դուք կտեսնեք գործողություններ, երեք էլ թերապես կոչ էր արել շարունակել, այդ help is on the way հասկացությունը, որ օգնությունը ճանապարհին է, սաղ լրատվականները տալիս էին ինչա նշանակում սա Թրամփի գործերը, այդ գեներալ Քինգը, որը էլի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի ղեկավարներից է եւ ինքը լուրջ դեմք է, ասեց, որ Fox News-ում ասեց, որ լուրջ ընդունեք Թրամփի խոսքերը։ Տեսեք, այստեղ երկու տարբերակ կա։ Կամ Թրամփը փորձում է այսպես ջերմաստիճանը մեծացնել եւ պայմանավորվել տալ, որտեղ ասեց զանգել են, հետո ասեց չեղարկել են բանակցությունները, չէ՞։ Կամ փորձում է բերել ինչ որ իր ուզած պայմանագիրը կնքել տալ, միջուկային զենքից հրաժարվեն եւ սկսեն համագործակցել Իրանի ղեկավարության հետ, դրա համար այսպես աստիճանը բարձրացնում լարվածության, կամ ինքը բնավորությունը չէ, որ պետք է ինքը անկանխատեսելի լինի։ Այսինքն ինքը հիմա այսպիսի հայտարարություններ է անում, որ չէ սպասենք մի երկու օր տեսնենք ինչ կլինի, բայց կարող է հենց մեր մի ժամից արդեն հարվածը հասցվի։ Ոնց որ Վենեսուելայում արվեց։ Ոնց որ Վենեսուելայում արվեց։ Դեկտեմբերի 25-ին պետք է լիներ, այո, հարվածը պետք է լիներ դեկտեմբերի 25-ին, այդպես էր շրջանառվում մամուլում, բայց եղավ 10 օր ուշ, կոպիտ ասած։ Դա համար ոչ մեկ չի կարող։ Հետո մի բան պետք է հասկանալ, տեսեք, հիմա Ֆրանսիան է փորձում ինտերնետի հարցով ինչ որ արբանյակային տարբերակով օգնել եւ այսպես շարունակ, հա։ Մենք պետք է հասկանանք մի բան, որպեսզի որ ամերիկացիները կհարվածեն այն ժամանակ, եթե գնահատեն, որ մարդկանց քանակը, այսինքն մոնիտորինգ է դա շատ արվում, ողջավորության աստիճանը չի մարել թե մարելը, եւ արդյոք այդ հարվածները ինչ որ արդյունք կտան, որտեղ այդ հարվածները թե ինչ որ արդյունք չտվեցին, դա կարող է ել ավելի ամրացնի այդ ռեժիմը։ Դրա համար այստեղ նյուանս կա։ Հակառակ ազդեցություն։ Նյուանս կա։ Հա, հետո մի բան էլ ասեմ, կա խոսակցություն, տեսեք, սա հաստատված չի, ուրեմն այդպիսի խոսակցություններ գնում հենց Իսրայելում էլ, իսրայելական մամուլները տարածում հաստատված չի։ Նեթանյահուն երկրում չի։ Դա էլ ասում է բաներից մեկն է, ինդիկատորներից մեկն է, որ Իսրայելն էլ է ինչ որ բանի պատրաստվում։ Իսկ Նյու Յորքի նորաթուխ քաղաքապետը, որ մուսուլմանը ասեց Նեթանյահուն, եթե Նյու Յորք այս են ձերբակալեմ ասել։ Դե հələ դու ձերբակալի, ոնց է ձերբակալելու, հա, հələ ձերբակալի։ Շնորհակալություն ամեն։ Այսօր համար այսքանը կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։